նայենք։ Գիտեիք, որ համաշխարհային նավթարդյունաբերության հիմնադիրն ու կերոսինային լամպի գյուտարարը արմատներով հայ էր։ Խոսքը լեհահայ հայտնի գործիչ Իգնացի Լուկասևիչի մասին է։ 1853 թվականին աշխատելով Լվով քաղաքի դեղատներից մեկում նա կատարում է պատմական հայտնագործություն։ Լուկասևիչին հաջողվում է մշակել հում նավթի զտման գործընթացը եւ ստանալ մաքուր ու անվտանգ այրվող հեղուկ՝ կերոսին։ Նույն տարում նա նախագծում եւ ստեղծում է աշխարհում առաջին ժամանակակից կերոսինային լամպը։ Այս գյուտը հեղաշրջում արեց համաշխարհային կենցաղում, ապահովելով էժան եւ վստահելի լուսավորություն նախքան էլեկտրականության տարածումը։ Սակայն հայազգի գյուտարարը սրանով կանգ չառավ։ 1856 թվականին Լեհաստանի Ուլաշովիցե գյուղի մոտակայքում նա կառուցեց աշխարհում առաջին նավթի արդյունաբերական զտարանը։ Փաստացի հենց Լուկասևիչն էր, որ հիմք դրեց նավթի գլոբալ արդյունաբերությանը ամերիկյան նավթային բումից տարիներ առաջ։ Նա իր ողջ հարստությունը ծախսեց բարեգործության, դպրոցների ու հիվանդանոցների կառուցման վրա, պատմության մեջ մնալով որպես մեծագույն բարերար եւ գիտնական։ Մանթաշև Գուլբեկյան, գիտեք ինչ մարդիկ են եղել, ինչ փողեր են տիրապետել, քանի Հայաստան կարային առնեին այն ժամանակ։ Ես մեկ-մեկ մտածում եմ, այս շնորհը, որ Աստված տվել է հայերի անհատական մակարդակի վրա, ինչն է պատճառը, որ միևնույն ժամանակ չի տվել պետության նկատմամբ հոգացության զգացողությունը նայել։ Ես Մատաշևից շատ շնորհակալ եմ, որ ինքը Կոմիտասը փրկել, որ Կոմիտասը հովանավորել է Խրիմյան Հայրիկի շնորհիվ, իր հեղինակության շնորհիվ, որ ուղարկեց սովորելու, որտեղ ռայալ առավ իր։ Ես շատ շնորհակալ եմ, բայց հասկանում եք իրանք իրաց փողերով ինչեր կարող են այն ժամանակ անել։ Քանի Հայաստան կարող էին առնել Նուբալ Փաշան, Պողոս Նուբալ Փաշան։ Սրանք կանոններ են, որ ասում այդ ժամանակվա Թուրքիան կառնեին ուղղակի։ Արեմցան Հայաստանի դեն քեշ փողով կառնեին, ասեն ախպեջան։ Ալի քեզ մի հատ կրզի առնեն այնտեղ չի դե թուրքերի համար։ Կամ ասենք սեփական բանակ կարող է ստեղծել իր փողերով, ազատագրել այդ տարածքները, էլի։ Դա է կարող էին անել։ Ինչի՞ չի ստացվում են։ Ինչի էլի։ Ինչի է Աստված, ասում sense մի թուրքներս պաչել, համբյուրել, տվել այդ շնորհը, Էմյուս թուշիներ անենց ապտակե մատեի տեղերը sense երեսներիս է, որ մենք չունենանք պետականության այդ զգացումի այդ կարևորությունը, էլի, որ պետականությունը կարևոր բան է, էլի։ Մի բան, որ թուրքերը առանց դրա չեն կարողանում ապրել։ Ոչ մի բան չունեն, դրա համար էլ հասկանում են, որ եթե դու ուզում ես մի բան անես, դու առաջին հերթին պետք է պետականություն ունես։ Ինչի՞ է sense անհրաժեշտ։ Կարող անարդար չի, կարող է իսին բանն է, մտքերի ֆանտազիան է, բայց ես sense եմ տեսնում, Ժորժ ջան, նայում եմ մեր դեմքերին, նայում եմ ինչ որ ունենք, ասում եմ Զմյուրնայի հայերը մենակ ունեցվածք էի քեշ, հա, որ քանի հատ Թուրքիա առնեին ծախեին, բայց չեղավ, սանայինք։ Շատ թիկներն են։ Իսկ դուք Թումանյանի եղբոր ծոռն եք։ Հոր եղբոր։ Սա է Թումանյանի հայրը։ Հա, Բերքաթևոսն է, իսկ ես մեկը Թումանյանի պապն է։ Պապի պապն է եւ Թումանյանի պապն է, Հովհաննես աղան, հենց իր անունով էլ դրել են Թումանյանի անունով Հովհաննես։ Եղել է հարյուրապետ, երկար տարիներ լորին անառիկապահել, ի պատիվ դրա եկեղեցու բախում է թաղվել։ Իսկ մյուսը այն մեծ քարը Օղագին Յուզբաշի է կոչվում, մեր պապի պապն է, Թումանյանի պապի պապը, ուրեմն եղել է այդ հարյուրապետ, շատ թիկնեղ մարդ է, Խաչատուր Աբովյանը, որ նկարագրել է Օղագիմը, հենց այդ Օղագիմն է։ Հա։ Ուրեմն ասում այնքան թիկներ է, որ նստում էր, ասում մի անգամից մի հատ ոչխար ուտեր, բայց դա ոչ հարյուրապետ ա եղել, որ ասում հանկարծ նվաճողներ են եղել, ուրեմն հարյուրապետները առաջ կողեն բռնել, եթե հաղթել է, էլ սորքը չի կարվել, այլ թենց թիկներ ոչ մեկը նրան չի կարացել։ Փաստորեն Թումանյանի Գերդաստանի հոր պապու գերեզմաններն են։ Մենք այս պատմությունների մասին ես եկել խոսացի, չէ, Փանոս Թերելոմեզյանի մասին,
Ոչինչ չգիտենք համարյա։ Եվ սա եւ մեր մեղավորությունն է անհատական մակարդակի վրա, եւ պետության մեղավորությունն է, որ մենք չգիտենք։ Ոչ ֆիլմ, ոչ գիրք, ոչ ներկայացում, ոչ թեկուզ մուլտիկ, որը երեխեքին դասիրակելու մա շատ կարևոր է։ Ոչ մի բան չկա։ Անես տպավորությունն է, որ մենք sense պատահական անցորդ ենք, ոչ մի բան չենք ունեցել։ Երեք ծնվել ենք, վաղն էլ գնալու ենք։ Sense առաջացել ենք, էլի։ Միջներ այս ամեն ինչը ունենալու համար թուրքերը որ չունեն, մերն են գողանում։ Իրանք են հորինում են մի բան, էլի։ Հասկանաք, անհրաժեշտությունը, կարևորությունը ինչքան է, մարդիկ չունեն, չեն էլ ամաչում դրանից, ու փոխարենը լկտիաբար հորինում են, որ ասեն, մենք ենք մի բան ունեցել, իսկ մենք չգիտեմ։ Սա ասենք։ Դու որ սայթակել ու վայր ես ընկել ես, սակայն երբեք չես ծնկել, այլ մագլցել ես կատարից կատար, ելել ես անվերջ, բարձրացել ես վեր, քո ահեղ տարից առնելով թևեր, ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես, որ անօրինակ քո դարը տեսնես, բոլոր կերպերով դու նրան զգաս, շահացող խնդաս, որուստը սգաս, ելել ես իբրև նրա մունետիկ, որ նրա հերուն զգաս քեզ մոտիկ, որ ճշմարտության ափերը տեսնես, ծպտված ստի խաբելը տեսնես, որ չվախենաս, որ չվարանես, անարդարության դեմքը խարանես։ Ահա ինչու դու այսքան տարի, դու որ հարազատ ծնունդն ես դարի, քայլում ես անդուր, առաջ ընթանում, քայլում ես այնպես ծանր ու վիթխարի, ասես աշխարհն է շալակած տանում, մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ էլ կա ելել է շալակն աշխարհի, նա ով ելել է շալակն աշխարհի աշխարհում երբեք թացներ չի ելել, գիտի թե ում հետ եւ ուր է, ում մեղրին է անարցուն գալիս, ում խոսքի վրա ստից ծիծաղում, ում հետ դինջ նստած նարդի է խաղում, հարկ եղած դեպքում և տանուտ տալիս։ Նույն ես հիշացնեմ, որ այն դպրոցը, որտեղ Սևակն են սովորել, ծույլ վտանգի տակ է, ուզում են քանդել։ Չգիտեմ ինչ ձևով անցել է պաշտպանության նախարարության տիրապետության տակ բալանսի քանդեն, սրանք սրբություն չունեն։ Քանդեն, որովհետև Սևակի հիշողությունը Սևակի տողերն է, անլռելի զանգակատունն է։ Մի բան, որ սրանց համար մահու չափ վտանգավոր է։ Ստալինը գիտեք ինչ էր գրողներին բռնում։ Չէ, սիրում գրողներին։ Որ ասում է այդ գրողները մարդկության հոգու ճարտարապետներն են։ Ինքը շատ լավ էր հասկանում ցանկացած տողի հետևանքը, ցանկացած գտնված ֆրազի հետևանքը շատ լավ էր հասկանում։ Ատում էր գրողներին, ասում էր սրանք վտանգավոր են, որտեղ սրանք մարդկային հոգու ճարտարապետներն են։ Դու կարող ես քալոզել, եսի ինչ մեկ էլ հոպ մի հատ տող գալիս այդ ամեն ինչը ջարդում փշիրում է ինքը մնում այնտեղ, քո ամբողջ տարիների չարչարանքը, որ դու քալոզել էիր, այդ գնաց ջնջվեց։ Սրանք նույն ձևի են վարվում ցանկացած բանի հետ, որ կարող է մեր մեջ հանկարծ այն sense մնա գանձի նման ու միշտ հակառակվի, այս թուրքանալու սրանց մարմանջի։ Ես սրանց քալոզիչներին ուզում եմ ասել։ Լսեք, չի ստացվելու, որովհետև հարցը Սևակը չի, մեր մեջ էլ հիմա Սևակներ կան։ Հենց հիմա նստած Սևակներ կան, հենց հիմա նայում են, գրում են, եթե չեն գրում, զգում են, որ իրանք Սևակ են։ Որը Սևակը մենակ գրելը չի, Սևակը այդ ամեն ինչը զգալն ու տիրապետելն է։ Հասկանում եք։ Ու դուք հայ մարդու մեջից արմատախիլ անեք ինքնություն, արմատախիլ անեք թուրքի նկատմամբ բնական ատելությունը սա,
ոնց կարա մարդ իր դահիճին սիրահարված լինի։ Իր դահիճին սիրահարված մարդը ինքը արդեն մորթված է էլի։ Չէ, չեք կարող։ Դե մենք էլ ամեն ինչ կանենք, որ դա թույլ չտանք։ Նենց որ ձեր տերերին ասեք, որ դուք լավ եք աշխատում, ամեն ինչ անում եք, բայց դիմադրություն կա։ Կա ու լինելու է։ Անպայման։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։